Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ, հայկական խորհուրդ հետազոտական կազմակերպության փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, վերջերս Հայաստանում էին, որում ցամաքային սահմանահատելով ադրբեջանցի մի շարք մեդիա եւ մեդիան ներկայացնող եւ հասարակական դաշտը, այսպես ասեմ, ներկայացնող մարդիկ, որոնց հետ դուք հանդիպել եք, որոնց հետ, եթե չեմ սխալվում, 2 օր եք անցկացրել, մոտավորապես մի օր ու կես։ Օր ու կես։ Ну, որտեղ օր ու կես, այնտեղ էլ 2-ը։ Բայց մինչ այսպես լուրջ թեմաներին անցնելը անդրադառնամ ասուլիսին, որը տարվեց դրանից հետո, որին մասնակցում եք նաև դուք, եւ որտեղ իմ գործընկերներից մեկը այսպեսի մի հարց հնչեցրեց, որ արդյոք դուք այսքանով հանդերձ պատրաստվում եք հարաբերությունների կարգավորման դեպքում դառնալ Հայաստանի Հանրապետության դեսպանը Ադրբեջանի Հանրապետությունում, ես ուզում եմ մի բան ճշտել, ուղղակի ես այնտեղ չեմ եղել։ Այդ հարցը կոլեկտիվ հարց էր, որտեղ այնտեղ 5 մարդ էր նստած, թե կոնկրետ մարդու էր ուղղված։ Այդ հարցը ուղղված էր Արեգ Քոչինյանին, խմբի ղեկավարին, եւ քանի որ Արեգը պարզվում է պատանեկան տարիներից չի երազել դիվանագետի պաշտոնի մասին, ինքը իհարկե փաստորեն նման ձգտում չունի եւ մենք լուրջ խնդիրի առաջ ենք կանգնելու, երբ որ հարց առաջանա ով է դառնալու Հայաստանի դեսպանը Ադրբեջանում։ Իսկ եթե լուրջ իհարկե նմանատիպ հարցերը, այս կոնտակտները նաև մեր խմբում էլի կատակ կա, որ եթե հարաբերությունները կարգավորվեն, երբ կարգավորվեն, Ֆարհադ Մամեդովը դառնալու է Ադրբեջանի դեսպանը Հայաստանում, այսինքն այդ ընկալումն էլ կա։ Բայց կարծում եմ շատ ավելի կարևոր է իսկապես հասարակության համար այս հարցերը ինչու են մարդիկ գալիս Հայաստան, ինչու են մենք գնում Ադրբեջան, անհասկանալի են ու մենք ունենք այդ հաղորդակցության կապերի խնդիրը, որովհետև մեր քաղաքական լրատվական խոսույթը ինչ որ ինք ունի իր առանձնահատկությունները, իր, այսպես ասած, բաբլը, ու բնակչության մեծ մասը լրիվ այ խնդիրներով է հետաքրքրվում, երբ որ ես ասում հասարակ մարդկանց հետ, հասարակ մարդիկ, այսինքն մեր այդ խոսույթներով ոնց ասեմ, չծանրաբեռնված դրա հիմքով ինչ որ աշխարհին նայող այլ մարդիկ, որ շատ ավելի պարզ ու պրակտիկ հարցեր են դնում, ասում են լավ, այս ամենի վերջը ինչ է լինելու։ Մենք իսկապես ունենալու ենք խաղաղություն, մեր վրա հարձակում լինելու է, մեր գերիներին վերադարձնելու են, մեր սահմանները ճանաչելու են, այսինքն կամ ինչով է փոխվելու հենց իմ կյանքը եւ մեր պետության կյանքը, ու այդ հարցերը, գիտեք, եթե այդ հարցերի պատասխան ունենայի ես ինձ համար, ես այս ձևաչափին չէի մասնակցի, որովհետև կհամարեի, որ ամեն ինչ շատ հեշտ է, ես այդպես չեմ համարում, ես համարում եմ, որ սա իսկապես բավականին բարդ եւ մեծ հարցականներով տարբեր գործընթաց է, բայց միևնույն ժամանակ ես տեսնում եմ այդ հնարավորությունը, որ կա հնարավորություն իսկապես ունենալ ոչ կոնֆլիկտային, այսինքն ոչ այնպիսին, ինչպիսին եղել է 88-ից մինչև 91-ը, 91-ից 94-ը, 94-ից 2016-ը կամ 20-ը, ունենալ տարբերվող հարաբերություններ Ադրբեջանի հետ, որոնք տանում են սահմանների բացման, որոնք տանում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման, որոնք տանում են փոխադարձ սահմանների ճանաչման, այն սահմանների, որոնք եղել են խորհրդային տարիներին, այսինքն այդ վարչական խորհրդային հայկական ԽՍՀ, ադրբեջանական որոշակի փոփոխություններով, որովհետև մենք խոսել ենք անկլավներ, եռանկյունիներ, կոմունիկացիաներ, տարբեր հարցեր կան այս բովանդակության մեջ, բայց ընդհանուր պատկերը սա է, բաժանվում ենք, այսպես ասած, բնակարաններով, ամենքս ապրում ենք մեր բնակարաններում, այսինքն սա այդ խորհրդային շրջանի նաև եղբայրական ինչ-որ հանրապետությունների ձևաչափը չի, որովհետև շատ ավելի առանձնացած պետությունների մասին է խոսքը, որոնք որոշ այլևս լուծում են փոխադարձ հարցերը ոչ թե ինչ-որ պատերազմական ուժային գործիքակազմով, այլ փորձում են գտնել ընդհանուր հայտարարներ, բայց միևնույն ժամանակ նաև մրցակցում են, որովհետև ես պետք է ասեմ, որ մենք Ադրբեջանի հետ դեռ երկար ժամանակ առնվազն ունենալու ենք տարբեր նաև շահեր, տարբեր ընկալումներ, սկսած կոմունիկացիաների հարցից, ավարտված տարածաշրջանային զարգացումներով, ինչ որ անցյալին վերաբերվող հարցերով, որոնք մնալու են սուր եւ մեզ համար եւ իրենց համար ինչ կարեւոր է նշել։
Եվ ուղղակի այս ձևաչափն է փոխում եւ պետք է փորձել այս ձևաչափով ամենաօպտիմալ լուծումները գտնել իմ պատկերացումը։ Սա նաև հակառակ կողմին փորձել հասկանալ, որովհետև այս շփումները ինձ ցույց են տալի, որ մենք իրենց վատ ենք հասկանում ու սեփական այդ նաև պատկերացումները հաճախակի մեզ տանում են ավելի վատ որոշումների կայացման։ Տեսեք, դուք հիշատակեցիք անկլավների մասին, ես ինքս օրինակ ամեներս գոնե փաստաթղթային իմաստով ես չգիտեմ կամ ավելի ճիշտ ինձ հայտնի չի անկլավ, որը կա Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական։ Այն ինչի վրա հիմա իրանք պնդում են երբեմն։ Ժամանակ առ ժամանակ ասում են մենք ունենք անկլավներ այստեղ, այնտեղ, եւ այլն, չթվարկեմ։ Բայց այդ ամեն ինչի, երբ ասում ես փաստական հիմք դուր, ընդհանրապես մատնացույց է անում ինչ որ թվականի քարտեզ, որտեղ այդպես նկարած, բայց փաստաթուղթ տակը չկա։ Ես ես հավատացնում եմ չկա։ Հիմա ըստ էության, տեսեք, մենք ասում ենք, մենք տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ չունենք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանից կա հավակնություն եւ քանի որ դուք հիշատակեցիք այդ թեման, նշանակում է, որ այս մարդկանց հետ նաեւ այդ թեման է քննարկվել։ Ինչ էին ասում։ Անկլավների հարցով ես ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև այնուամենայնիվ ես 1921 թվականից նկարագրությունները Հայաստանի Ադրբեջանի սահմանների իրենք նույնիսկ ոչ թե անկլավներով պատկեր են ցույց տալիս, այլ ցույց են տալի, որ անկլավները օրինակ Սոֆուլու Բարխուտալուն ուղիղ կապ է ունեցել Ադրբեջանի, այսինքն այդ գյուղերը հստակ Ադրբեջանի կազմում են եւ սահմանը հասնում է ավելի արևմուտք։ Ու եթե մենք նայում ենք Իջևանից արևելք ինչ սահման է եւ դրանից այն կողմ ուրիշ սահման չկա, նշանակում է ուղիղ կապ կա այդ գյուղերի եւ Ադրբեջանի հիմնական տարածքի միջեւ։ Ցավոք սրտի գիտեք, այս հետխորթային պատմագրությունները նաեւ սա վրացական պատմագրության ադրբեջանական մեր եւ որ ինչ որ փաստեր չեն համապատասխանում ցանկություններին, հիմնական պատմաբանները փորձում են դրանց շրջանցել եւ նաեւ ես մեր դաշտում եմ դա նկատում եւ որ հակառակ կողմն է դա անում, նաեւ դա նույնպես ինձ համար ընդունելի չի, այդ պատճառով ես օրինակ միշտ ընդունում եմ այն ինչ տեսնում եմ եւ պահանջում եմ հակառակ կողմից նույնը եւ եթե ինձ ասում են, բա գիտեք, մեր անկլավները կան, Արցախաշենը չկա, ուրեմն այդ մարդու հետ ես խոսելու բան չունեմ, ինքը ուղղակի կեղծում է իրականությունը եւ գիտեք մի քանի անգամ այսպեսի փորձեր եղել է ադրբեջանցիների հետ շփվելու եւ որ իրանք տեսել են, որ այդ միակողմանի մոտեցումը չի աշխատում, իրենք էլ են փոխել իրենց մոտեցումը, կալ շփում ուղղակի չի եղել։ Ես կարծում եմ սա շատ կարևոր սկզբունք է, բայց ընդհանուր կարա մոտեցումն ասեմ ադրբեջանական կողմի ու հայկական կողմի, որոնք տարբերվում են։ Իմ մոտեցումը այն է, որ այնուամենայնիվ իհարկե կանոնակարգը շատ կարևոր սկզբունք է, պետք է այդ սկզբունքով շարունակվի, բայց հանրային քննարկումները նույնպես շատ կարևոր են, որովհետև առանց հանրային քննարկումների դու չես կարող այդ սենսիտիվ կարևոր հարցերը հասկանալ, նաև սահմանային գյուղերի պահանջները հասկանալ եւ ավելի օպտիմալ լուծումներ գտնել, հա։ Հակառակ կողմի մոտեցումը այն է, որ քանի որ արդեն կա կանոնակարգ, քանի որ արդեն կան հանձնաժողովներ, մենք անելու գործ չունենք, թող իրենք իրենց գործը անեն, հա, ու դա պահանջում է ժամանակ, ու իհարկե սա նաև գալիս է տարբեր մեր մոդելներից, հա, պետականությունների, որովհետեւ մեր մոտ ավելի բաց դաշտ է, նաև այս թեմաներով իրենց մոտ ավելի փակ է։ Բայց նաև նույնիսկ այս պայմաններում, եթե որ առաջանում են որոշակի հարցեր եւ հակառակ կողմը նաև տեսնում է, որ լուծումներ կան, որոնք նույն սկզբունքի կիրառելով իրենց համար որոշակի առավելություններ են տալիս, բայց հայկական կողմի համար էլ են կարևոր, իրենք դրա ընդունում են, հա, այսինքն շատ կարևոր է այդ սկզբունքների շուրջ նաև բանակցությունները, նախկինում նաև այն տպավորությունը, որ կա նույնպես այս շփումների արդյունքում, որ անկլավների թեման ամենավերջին թեման է լինելու, հիմա սահմանազատումը եւ սահմանանշումը դրան չի անդրադառնալու ընդհանրապես։ Շատ կարևոր է կարծում եմ նաեւ մի ուրիշ սկզբունք, որի մասին նույնպես նշվել է, նույն սահմանազատման հանձնաժողովները 2024 թվականի օգոստոսի 31-ից հստակ կանոնակարգ ունեն, դրանից հետո հայտարարություններ են ալ, որ սահմանազատումը շարունակում է օրինակ Տավուշից հարավ, բայց ոչինչ չի կատարվում ու կարծում եմ սա այդ արդեն իսկ այդ խնդրահարույց հարցերից մեկն է, որովհետև կամ պետք է հայտարարություններ չանել ու սուսուփուս աշխատել, հա, խոսակցական լեզվով ասած, կամ պետք է այնպես անել, որ այդ հայտարարությունները համապատասխան լինեն որոշակի փոփոխություններին հողի վրա։ Օրինակ հիմա նայեք այդ Նախիջևան երասադարակ հիմա արդեն գործնական փուլին է երկաթուղու վերականգնումը, բայց մենք հիմա եթե վերականգնում ենք Երասխից դեպի սահման, որտեղ է ավարտվում այդ սահմանը,
կարող է մի 200 մետր մենք ավել վերականգնենք, հետո պարզվի Ադրբեջանի տարածքում այդ բանը, հա, այսինքն պետք է ուրեմն այդ հատվածը սահմանազատվի ու հաջորդ քայլը մոտ ամիսներին պետք է ակնկալել, որ այդ հատվածում կլինի սահմանազատում, նույնը թրիփի հատվածում, հա, այս տարի պետք է լինի, որովհետև մենք արդեն այս տարի պետք է սկսենք շինարարությունը Ղազախ-Իջևան հատվածում, որտեղ ամենահարմար ուղիղ կապի հիմա մենք հնարավորություն ունենք Ադրբեջանի հետ, որովհետև իրենց երկաթուղին գրեթե մինչև մեր սահման է հասնում, նաև աշխարհագրական տեսակետից այդ մեր ճանապարհը, որ խորհրդային շրջանում գլխավոր ճանապարհն էր Հայաստանը, խորհրդային Անդրկովկասի հետ կապող, հա, Թբիլիսի եւ Բաքվի, այդ Իջևանով դեպի Ղազախ, մի 2 կիլոմետր վերականգնում ենք եւ արդեն հաղորդակցություն կա այդ հատվածում, ու իհարկե պետք է այդ հարցերը այս պրակտիկ լուծումների հետ կապված լինել ու կարծում եմ այս դեպքում ավելի դանդաղ, բայց համաձայնեցված գործընթաց լինի, քան բարձր ինչ-որ քաղաքական հայտարարություններ, հետո լռություն, ու այդ լռությունը ստեղծում է նաև անվստահություն, այդ լռությունը ստեղծում է տարբեր մեկնաբանություններ ու ստեղծում է ինչ-որ ասենց իներցիա է ստեղծում, հա, որ այդ հարաբերությունները չեն զարգանում եւ նոր մենք լուծումների փոխարեն նոր խնդիրներ ենք ունենում։ Պարոն Էլեքսիցյան, տեսեք, սկզբունքորեն այն ինչ որ հիմա կա տեղի ունենում, դա քաղաքական որոշումների շրջանակում է։ Հիմա դուք այս կողմից, իրենք այն կողմից կամ թելադրված կամ չէ, ձեր համար չեմ կասկածում, որտեղ Հայաստանը մի քիչ ուրիշ համակարգ է աշխատում։ Կա խնդիր, փորձում եք այդ խնդիրը լուծել, բայց ամենամեծ խնդիրը դա տոտալ, ես մեղմ ասեմ անվստահությունն է ժողովուրդների միջև, բայց եթե օբյեկտիվն է, ատելությունն է իրար նկատմամբ։ Տեսեք, որպես օրինակ, նույն Ֆարհադ Մամեդովին, որ դուք հիշատակեցիք, որը հրապարակում էր արել Facebook-յան իր էջում, այնտեղ հիմնական խորհուրդները որ գալիս են, տեսեք ձեզ չթունավորեն, ձեզ չուտեն, չհոշոտեն, այդտեղ հայերը բան եւ այլն։ Ձեր դեպքում, հայաստանյան պատվիրակության դեպքում, իրավիճակը փոքր-ինչ այլ էր։ Ձեզ մեղադրում են նրա համար, որ դուք ընդհանուր ցավի վրայով ոչ թե քայլել եք, այլ տրորում եք այդ ցավը, եւ ըստ էության դավաճանում եք այն բոլոր արժեքները, որոնց մենք նվիրված ենք եղել ոչ տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ։ Հիմա այդ տոտալ ատելությունը, ընդ որում այնտեղ ինչեւ այսօր հայերը որպես հիմնական թշնամի են, այնպես չի որ հայերը միակ թշնամիներն են ադրբեջանցիների, բայց հիմնական թշնամին շարունակում ենք դիտարկվել մենք։ Հիմա այդ ինչ պիտի անենք, այս փոխադարձ այցելությունները, երբ որևէ բան տեղի չի ունենում, ըստ էության վերևից նկատի ունեմ այն կողմ։ Դե առաջինը ես կասեմ, այդ խմբերի մեջ ինչ որ փոխադարձ ատելություն չկա, այսինքն այդ իսկապես կան խնդիրներ եւ իրական քաղաքական հայտարարություններ, որոնք նաեւ հակառակ կողմից բոլորիս մոտ էմոցիաներ են առաջացնում, բայց գիտեք, եթե դու կոնֆլիկտի մեջ ես, երկու տարբերակ կա, դու բացի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը կա, տարբեր կոնֆլիկտներ աշխարհում շատ, ու երբ որ դու այդ կոնֆլիկտների դեպքում տեսնում ես էմոցիոնալ դրսևորումները, դու հասկանում ես ինչքանով են իրենք խոչընդոտում որոշումների կայացումը եւ նաեւ դեէսկալացիան, հա, կոնֆլիկտների, որովհետեւ կոնֆլիկտ ունի երկու տարբերակ, կամ դու փորձում ես հասկանում ես այդ մեխանիզմները, էմոցիաները ոնց են աշխատում, փորձում ես դրանց վրա ինչ-որ ազդել, երկու կողմում էլ ավելի կառավարելի դա դարձնել եւ գտնել նաեւ ինչ-որ լուծումներ, որոնք շահավետ են երկու կողմի համար ու կամ չեն տանում շարունակմանը, հա, կոնֆլիկտի, կամ նոր, այսպես ասած, վառելանյութ ես լցնում այդ էմոցիաների վրա եւ իրենք գնալով էսկալացնում են ու դրանց տրամաբանական ավարտը տոտալ ինչ-որ պատերազմ է, փոխադարձ ոչնչացումը եւ այլն, ու մենք վերջին 100 տարվա մեջ կարող ենք նայել ինչ պատկեր եղել, ասենք 100 տարի առաջ, եթե դուք նայեք, մոտ 100 հայկական գյուղ կար Զաքաթալայից մինչև Շամախի, այլ չասած Նախիջևանի բնակչությունը, չասած այդ Գանջայի լեռնային հատվածը լրիվ հայկական գյուղերով, ադրբեջանցիներ կային Հայաստանի տարածքում տարբեր հատվածներում եւ այլն, այլ չասած այդ հարևան այլ երկրներում, ու այս կոնֆլիկտների ընթացքում դուք տեսեք մենք ասենց ամենքս հավաքվել ենք մեր ազգային պետություններով, ուղղակի գիտեք գյուղերի պատմություն կա, որ գյուղերը ոչնչացել են, համարյա մի քանի մարդ է մնացել ընդամենը ողջ այս կոնֆլիկտի ընթացքում, հա։
հիմա եթե մենք այդ դրամաբանության շարունակում ենք ապագա սերունդներին մենք ինչ ենք թողում։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ էմոցիաները այն Արտաշեսի ու Արտավազդի հայտնի պատմության դու գնացիր եւ հետդ ուզում ես այս երկիրն է ստանում, հա, ավերակացը պիտի թակավորեն։ Այո, սա շատ կարևոր է, որովհետև եթե մենք դրա հետևից ենք գնում, իմ կարծիքով մենք ավելի ենք վատացնելու այն վիճակը, որ կա հիմա, իսկ խնդիրը այն է, որ հասկանալով այդ մեխանիզմները, հասկանալով ինչպես է ծնվում, զարգանում այս տիպի կոնֆլիկտները եւ ինչ կործանարար հետևանքներ են ունենում բոլորի համար, եթե շարունակում են այդ ուղղությամբ, փորձել կառավարել, որովհետեւ հավանաբար եւ 1988 թվականին էլ կար այլ հնարավորություններ լուծելու կամ կանգնեցնելու այն ինչ սկսվեց, բայց այդ էմոցիաների պատճառով երկու կողմերն էլ ունակ չէին դրան, ու նաեւ դա կառավարվող շատ գործընթաց է, որտեղ կան էմոցիաներ, շատ հեշտ է նաեւ մանիպուլացնել այդ ամեն ինչը։ Եվ ես կարծում եմ հիմա ես նաև օրինակ ադրբեջանցի մեր այցի ժամանակ երբ որ հանդիպել էինք պաշտոնյաների հետ ադրբեջանական ես նշեցի որ սա պատմական պատասխանատվությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտաների չկրկնելու պատմության այն փուլերը որ մենք անցել ենք չտրվելու նաև էմոցիաներին չտրվելու մանիպուլյացիաներին եւ չվնասելու մեր սեփական շահերին հա ու ինքը ենթադրում է հասունություն երկու կողմերից էլ իսկ այդ ցավերը որ կա Ինձ թվում է ամեն մի մարդ, եթե անկեղծ է մասնակցում այս գործընթացին, ինքը որոշակի ներքին ինչ-որ կոնֆլիկտների գործընթացով է նաև անցել ու այդ ամեն ինչը իր մեջ էլ կա, ուղղակի դրանք ոչ մի լուծում չեն տվել ու բերել են արդյունքների, որոնց կամ դու պետք է նստես ողբաս, որ ինչու ենք մենք այս իրավիճակում հայտնվել, կամ պետք է փորձես այն ամենայով այնպես անել, որ լուծումներ լինեն եւ նաեւ այս ամեն ինչը չկրկնվի, հա։ Սա իհարկե շատ ավելի երկար գործընթաց է, քան 2 հանդիպումներ, 3 հանդիպումներ, 10 հանդիպումներ, առավել եւս հասկանալով տարբեր այդ սահմանափակումները, որ կան, բայց օրինակ ինձ համար ես նաեւ որ պատմական ինչ որ վերջին 150 տարվա այդ նյութերը կարդալով եւ այլն Ինձ համար նաև պարզ է, որ մենք իրենց շատ մակերեսային ենք հասկանում նաև ողբերգության իրենց մասը, իրենք էլ մեր մասն են անտեսում ու սա ինչ-որ հետաքրքիր է շատ մարդկային հոգեբանության նաև տեսակետից, ոնց են կրկնվող նարատիվները, կրկնվող սյուժեները, ձեր նշած թունավորումը, որովհետև մեր կողմից էլ կա այդ, որ անպայման կարող է թունավորեն, կամ այդ ջուր թունավորելու ինչ-որ առասպելը կա 88 թվականներից, օրինակ մեր գյուղերում այդ պատերազմ 88 թվականից ուղղակի ամեն գիշեր այդ ավազանների, ջրավազանների մոտ պահակներ էին պահում, որ ադրբեջանցիները լուր էր տարածվել, որ թունավորում են ավազանները իրանց մոտ էլ կա այդ նույն առասպելը, որտեղից է դրա աղբյուրը շատ հետաքրքիր է, բայց տեսնում ես ինչ-որ երկու զուգահեռ սյուժեներ, ու եթե դուք փորձեք գտնել Հայաստանում կամ Ադրբեջանում գյուղեր, որոնք թունավորվել են հայերը կամ ադրբեջանցիների կողմից, հստակ չկա, այսինքն կարող է ինչ-որ առանձին դեպքեր լինի, բայց այդպիսի զանգվածային դեպքեր հաստատ չկա, այսինքն սա ինչ-որ կամ զանգվածային փսիխոզի մասին է խոսում, ու ցույց է տալու նաև այդ կոնֆլիկտի զարգացման տրամաբանություն կամ նաև ուղղորդված ինչ-որ վախերի, որ նույնպես այս կոնֆլիկտների դեպքում շատ հաճախ են լինում եւ իհարկե այս սյուժեն, որ կա երկու վայրենի ինչ-որ էմոցիոնալ ժողովուրդ, որոնք կարող են կառավարվել միայն արտաքին միջամտության, արտաքին կրթարար ինչ-որ ուժի միջոցով, ինքը նաև պոպուլյարը մենք գիտենք մինչև հիմա Ռուսաստանում, հա։ Պարոն Մելքսեթսյան, ցանկացած միջին սպառող է թվում նաև ես, հա, ներքին անհարմարություն է զգում, օրինակ ես այս խոսքի ընթացքում ծպտուն չէի անում, բայց այդ ներքին դիսկոմֆորտի խնդիրը կար, որովհետև երբ հավասարության նշան է դրվում, այն դեպքում, երբ ես մոտավորապես գոնե 88 թվականի տարբերակով եմ ասում, ես կարող եմ նաև մեջբերել 1905 թվականը, ես կարող եմ նաև հիշեցնել, ասենք, էլի դարասկզբին Շուշիի ջարդերը եւ այլն։ Այսինքն երբ հավասարության նշան է դրվում այս երկու ընկալումների մեջ, ելի եմ ասում, դա բերում է ներքին անհամաձայնության, այսպես ասեմ, դիսկոմֆորտի կամ անհարմարության։ Հիմա դուք ասում եք, որ մենք պիտի համակերպվենք իրենց ցավի հետ, իրենք պիտի համակերպվեն մեր ցավի հետ, եւ այստեղ արդեն առաջ է գալիս համաչափության խնդիրը։ Այդ համաչափության հարցը ոնց ենք լուծելու։ Ես կարծում եմ, այդ համաչափության հարցը մենք հիմա ունակ չենք լուծելու, որովհետև նաև այն, որ ինչ որ
փնտրելու ենք տոկոսային հարաբերակցություններ, ումն ավելի շատ, ումն ավելի քիչ ու դրանով էլի մտնելու ենք տուպիկի մեջ, այդ ցավերի մրցակցություն է, կոնֆլիկտ է լինելու ու դա ապագայի փուլի մասին է։ Այս փուլում կարծում եմ հենց իմ նշած քաղաքական կարգավորման մասին է միակ խոսքը, այսինքն մենք ունենք մի պետություն, որտեղ կենտրոնացել է հայկական բնակչությունը, այնտեղ կա Ադրբեջանը, որտեղ ադրբեջանական բազմիցս նաև իմ գործընկերներն են այս օրինակը բերել, օրինակ հունա-թուրքական հարաբերությունները 20-ականներին գիտեք եղավ պատերազմ, դրանից առաջ նաև շատ հայտնի են պատմությունները ու եղավ բնակչության փոխանակում, ընդ որում դե պոնտացի հույների նաև ցեղասպանություններ եւ այլն, ու 30-ականներին եթե դուք նայեք Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ամենալավ քաղաքական հարաբերություններն են տարածաշրջանում։ Հետո ինչ որ վատ շրջաններ եղան, Կոպրոսի կոնֆլիկտը եղավ, գիտեք, հետո էլի ինչ որ ծնհալ, հիմա էլի բավականին լարված են այդ հարաբերությունները, բայց այնուամենայնիվ այն դրսևորումները, որ կային, ասենք, մինչև 1923 թիվը չկան։ Ես կարծում եմ հայ-ադրբեջանական հարաբերություններում էլ են այս մոտեցումը ակտուալ, առավել եւս եթե Թուրքիան ունի ինչ-որ կայսերապաշտական միտումներ եւ հիմա Հունաստանի հետ միջերկրական Էգեյան ծովի ավազանի հետ կապված խնդիրներ եւ այլն, կարծում եմ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այնուամենայնիվ շատ ավելի փոքր մասշտաբի պետություններ են եւ նաեւ այս կոնֆլիկտը ներքին խնդիրներ է ստեղծել եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, եթե դուք նայեք օրինակ ֆինանսական խնդիրները են, վերականգնողական աշխատանքները, որ իրենք տանում են, իրենք արդեն խնդիր ունեն, հետեւ այդ մեծ գովազդային ցուցանակները դա մի թեմա է իսկ իրականում, երբ որ ուղղակի Ստալինի տերմիններով ասած պլանը չի կատարվել, հա, եւ արդեն հավելյալ ֆինանսներ են պետք, հավելյալ ներդրումներ են պետք ու հավելյալ երաշխիքներ են պետք, որ նույն պատմությունը չի կրկնվելու։ Ես կարծում եմ այդ կա նաեւ հասարակությունների տրանսֆորմացիա։ Չէ, ավելին, եթե օրինակ եթե գնանք պլանների հետևից, մոտ 25 տարի առնվազն Ադրբեջանը պնդում էր, որ 1 միլիոնից ավել փախստական տարածաշրջանից, այդտեղ եթե գումարենք նաև սերունդները, որոնք ծնվել են դրանից հետո, այնտեղ արդեն 1.5 միլիոնի առնվազն պատմություն պիտի լիներ, մինչև հիմա ոչ պաշտոնական տեղեկություններ չկան, վերաբնակեցվել է 20,000 մարդ։ 20,000։ Դա մոտավորապես այդպես է լինում, հիմա դուք կարող եք հիշել Մարտակերտի շրջանը, մենք կորցրել ենք ընդամենը մի տարով 92-ից 3-ը եւ բնակչության կեսն էր ընդամենը վերադարձել, այդ մի տարուց հետո Հադրութի շրջանն էր գրեթե դատարկ, այս 1 միլիոնի կեսը 500,000 1 միլիոն չկար նախ փախստականներ, երկրորդը նաև ես իրանց թվերն նաև այնտեղ դե բնակավայրեր չկա, եկեք անկեղծ խոստովանենք, էլի որտեղ են այդ մարդիկ վերադառնալու, առավել եւս 25 տարի հետո, երբ որ արդեն ծնվել են նոր սերունդներ, սա օբյեկտիվ է ախր, այդ քարոզչության հետևից ընկնելով մենք քարոզչության մեջ փնտրում ենք դրամաբանություն, պետք է քարոզչությունից դուրս գալ եւ հասկանալ ինչպես են մարդիկ իրականում մտածում եւ ինչն է ազդում այդ որոշումների վրա։ Հիմա կներեք, էլի քարոզչության մեջ Ադրբեջանը շարունակում է օգտագործել պատե, անպատե, արդեն մի քիչ քողարկված, բայց արևմտյան Ադրբեջանի եզրույթը։ Այո։ Հիմա այդ քարոզչությունը թե վտանգ։ Դա քարոզչություն է եւ դա վտանգ է եւ իրենց ընկալումը եւ նաեւ ես կարծում եմ դա շատ գործիքային ինստրումենտ է, որ իրենք դա օգտագործելու են դեռ երկար տարիներ, մինչեւ որ վստահ չլինեն, որ չկա Արցախի թեմայի ինչ որ վերակենդանացման տարբերակ։ Սա հստակ դրամաբանություն է։ Եվ ասենք ես այդ համոզմունքը ունեցել եմ 2023 թվականին դեռ, բայց դրանք ավելի շատ դրամաբանական, այսպես ասած, վարժությունների արդյունք են, ինչքան շատ եմ ես շփվում եւ ինչքան շատ եմ նաեւ այն հայտարարությունները, որ լինում են ինչ-որ մեր կողմից կամ նույնիսկ մեր կողմից, ոչ ինչ-որ արտաքին զարգացումների շրջաներում ես դրա մեջ համոզվում եմ, եթե դուք նայեք 2021-ից 23, 24 թվը, 25 թվը ինչ հայտարարություններ են եղել ու դրանց որ մասն է իրականացվել, հա, ասենք նույն այդ Սյունիքի հետ կապված, Միչանսկի հետ կապված հայտարարություններ կային, բացի Արևմտյան Ադրբեջանը կային 3 տարբեր կազմակերպություններ, մեկը Վարդենիսի տարածաշրջանում էր ինչ որ պետ ինքնավարության թեմա, մյուսը Սյունիքում էր,
մյուսը Մարսիսում էր եւ այլն, հետո այդ կազմակերպությունների մի մասը փակվեց, իսկ առաջնորդները ձերբակալվեցին կամ Ադրբեջանից փախան, այսինքն այդպիսի զարգացումներ էլ ա եղել, որոնք մենք տեղյակ չենք։ Ու այս օրինակը ես էլի բերել եմ, օրինակ ես մի քանի օր առաջ մտել էի Վիկիպեդիա այդ երկաթուղիների հետ հարց ճշտելու Աղստափա քաղաքի մասին, որտեղ ինքը գլխավոր երկաթուղական է։ Ու չկա հայկական Վիկիպեդիայում, փոխարենը կա Աղստեփ քաղաք Արևելյան Հայաստանում։ Այդպիսի քաղաք Հայաստանում երբեք չի եղել, ինքը ռուսական գաղութ է, որ 19-րդ դարում առաջացել է, հետո շրջկենտրոն է դարձել։ Ու իրանք էլ սա են տենում, հասկանում եք, այսինքն այս բաները կա, որ կենտրոնանում ես միայն որոշակի կետերի վրա, բայց պատկերը շատ ավելի ընդհանուր է, եթե մենք ընդհանուր պատկերը նայում ենք 2023 թվականին 24, 25, 26, իմ կարծիքով այդ զարգացումը ակնհայտ է, ու ակնհայտ է նաև ինչ խնդրահարույց թեմաներ մենք ունենք, ինչ լուծումներ կան, եւ նաև հիմնական հարցը ինձ համար արդեն ժամանակն է, ինչ ժամանակում ենք մենք այս խնդիրները լուծել։ Այսինքն ինձ համար ամենակարևոր հարցը ոչ թե այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում մեր սահմանները, ջերմուկից դուրս չի գալու, որովհետև չկան այդպիսի սահմաններ, այդ երբ է Ադրբեջանը դուրս գալու ջերմուկից։ Արդյոք է որ մենք կնքենք խաղաղության պայմանագիր, իրենք անմիջապես դուրս կգան, թե դեռ մի 5-6-7 տարի կձգձգեն, մինչև այդ սահմանազատը։ Երբ դուրս կգա ջերմուկից, շորժայից։ Ես կարծում եմ, որ լավ տարբերակը դա խաղաղության պայմանագիր կնքելուց մի քանի ամիս կամ մի տարի հետո է, վատ տարբերակը եւ որ սպասեն, որ սահմանազատման հանձնաժողովները բոլոր հատվածներն ավարտելով կան հասնեն այդտեղ, հա։ Այսինքն դա ավելի երկար գործընթաց է։ Իսկ դուք հնարավոր համարում եք տարբերակը, որ այդ ամենը կարող է արվել օրինակ արտաքին ճնշման պայմաններում, ինչի եմ ես այս հարցը տալիս, որովհետեւ վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը եղել է իր անձնական ուղիղ ճնշման ազդեցության արդյունքում։ Դե Դոնալդ Թրամփը այնքան հաշտարություններ է արել Գրենլանդիայի հետ կարող ենք հիշել եւ այլն, ես կարծում եմ չէ, բայց այս մեկը հետո է։ Այս մեկը հետո է արել, չի ասում ես ինչ եմ անելու, ասում ես մեկը արել եմ, հիմա ասում եմ։ Ես կարծում եմ Հայաստանն եւ Ադրբեջանը հասունացել էին այդ կետին եւ իրենք կնքեցին ուղղակի Ադրբեջանին պետք էր մի արտաքին կողմ եւ ԱՄՆ-ից այն կողմ այդ աշխարհում այդպիսի պետություն չկա, ում պետք էր վաճառել վերջին զարգացումների արդյունքները, դա նշանակում է Ադրբեջանի սահմանների ճանաչում, դա նշանակում է ճանաչում նրա, ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղ։ Եվ Ադրբեջանը դա արեց։ Իսկ մեզ պետք էր հավելյալ երաշխիքներ կապված ճանապարհի հետ Սյունիքով անցնող, եւ դա մենք ստացանք, եւ ԱՄՆ-ի նախագահին պետք էր մի կոնֆլիկտ լուծել, որը արդեն իսկ լուծված էր օբյեկտիվ տարերով, եւ ինքը դա արեց։ Այսինքն էլի այստեղ կա ինչ որ մի իրականություն, հա, եւ ամեն կողմ փորձելու է ցույց տալ իր արդյունքները այս գործընթացում, բայց ես կարծում եմ նաև կոնտրպրոդուկտիվ է այս արտաքին ճնշումներով Ադրբեջանի վրա ազդելը, որովհետև ինքը հակառակ process-ին է բերում, մենք ավելի կոշտ դիրքորոշում ես զբաղեցնում եւ քանի որ առնվազն կա Թուրքիայի աջակցությունը, մենք այդպիսի արտաքին ուժ չունենք, որ այս տարածաշրջանում այդպիսի ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, ու սա էլի մեր այդ 150 տարվա պատմությունը, որ խոսում ենք 19-րդ դարի վերջից, էլի հայկական քաղաքական մտքի աքսիոմաներից մեկը պետք է լինի այդ երրորդ ուժի բացառումը, որ Ռաֆայել Իշխանյանը ձևակերպեց 90 թվականին կամ 89-ը չեմ հիշում, ինքը հենց դրա մասին էր հրապարակվեց։ Այո։ Դա հենց դրա մասին էր, հա, որովհետև այս տարածաշրջանում այդ պետությունները, հա, նախկինում ժողովուրդները, որ մեզ շրջապատում են, կոնֆլիկտային զարգացումների դեպքում իրենք ավելի մեծ մոտիվացիա ունեն մեզ վնասելու եւ ավելի մեծ մոբիլիզացնում են իրենց ռեսուրսները, ու դա ավելի կայուն շահ է, քան արտաքին տարբեր ուժերի հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ, որը ունի ժամանակային ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարճ ժամանակով այդ շահերը համընկնում են, մենք ուղղևորվում ենք, հետո լույսը մարում է եւ մենք մնում ենք այդ սենակում մենակ։ Եվ սա այս քանի որ 20-ականներին նույնպես հատկապես ցեղասպանությունից հետո թեև 1902 թվականից հատկապես օրինակ Դաշնակցության ներսում այդ ճգնաժամը որ նայեք, ելի նմանատիպ տեքստեր դուք հանդիպեք հաճախակի եւ դա պատճառներից մեկն էր, որ հիմա մեղադրում են Դաշնակցությանը ինչու երիտուրքերի հետ հեղափոխությունից հետո 1908 համագործակցեց, որովհետեւ այն հին ճանապարհով ինքը համարում էր այլևս
արդյունքների չի կարել հասնել եւ մենակ Սասունի համար դրանք շատ ողբերգական հետևանքներ ունեցան եւ այլն, հա, սրանք հայտնի պատմություններ են։ Մի խոսքով իմ կարծիքը այն է, որ մենք պետք է փորձենք իսկապես գծել մեր սահմանները, իսկ մեր սահմանները դա Հայաստանի Հանրապետության սահմաններն են, ցույց տալ, որ դրանից այն կողմ մենք իսկապես ոչ մի խնդիր չունենք եւ ճանաչում ենք նաեւ հարևան պետությունների այդ սահմանները, որ մենք իրենց նկատմամբ նաև ինչ որ ագրեսիվ ծրագրեր չունեն, բայց իրենք էլ պետք է մեր նկատմամբ չունենանք եւ եթե դա բավարար է, այդ ֆորմատով մենք պետք է քաղաքական հարաբերություններ ունենանք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ, հայկական խորհուրդ հետազոտական կազմակերպության փորձագետ Սամվել Մելիքսեթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։